Վերջապես այս ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու հասկանա, որ այս իշխանությունները աշխատում են այս երկրի դեմ, մեր արժեքների դեմ, մարդկանց դեմ, ժողովրդի դեմ ու պետք է ամեն կերպ հեռացնել նրանց իշխանությունից։ Եվ այդ վտանգավոր, գիտեք, սրտի տագնապ եմ ունենում, որ լսում եմ այդպիսի բաներ։ Էլ ինչ ասես չենք լսում, ցեղասպանություն են հերքում, չգիտեմ ինչ ասես իրենք այսինքն ծառայում են թուրքական իշխանություններին։ Նախ այս խաղաղություն կոչված այդ պայմանագիրն էլ իրենք չեն ասում, որ ստորագրվի երաշխիքներ չկան, որ պատերազմ չի լինի, իրենք էլ են ասում։ Չգիտեմ, ասենք, թե ինչ է լինելու, մեր գլխին էլ ինչ են անելու, ամենաանկանխատեսելին հնարավոր, այսինքն այս երկիրը քանդվում է, մեր երկիրը, հասկանում եք, Արցախի վրա թքած ունեն ընդհանրապես, որ ուզում են ջնջել մեր հիշողությունից, ես մի անգամ ասել եմ, որ իրանք ուղղակի այնքան պուճուր են, էլի, ուղղակի իշխանությունից պետք է իրենց շպրտել դուրս, որ մենք կարողանանք տեր կանգնենք մեր խնդիրներին, մեր արժանապատվությանը, ոչ թե այսպեսի նսեմացած երկիր դարձնեն մեր երկիրը։ Եվ արդարադատության հարցերին այսպես վերաբերվել, հասկանում եք, ու դեռ հարց է Ադրբեջանը իր հայցերը հետ կուզի թե չէ։ Եվ դուք տեսնում եք, որ ասենք Արցախի այդ մարդկանց այդ սեփականության իրավունքը, չգիտեմ, բազմաթիվ կամ այդ հուշարձանների ոչնչացումը, այդ դուք ով եք, որ դուք արգելք հանդիսանաք, այդ բոլոր զիջումները անեք, որ ինչ անեք, որ ոչնչացնեք, հիմա էլ Հայաստանի տարածքի վրա են առաջ եկել ադրբեջանցիները, եւ իրանք չեն էլ տխրում դրանից։ Ես նույնիսկ տպավորություն ունեմ, որ իրանք հատուկ այդ նպատակով են եկել։